չէ, մարդկությունը պիտի առանձնացված գնա, մենք կմիավորվենք իրար հետ մենակ այն դեպքում, եւ թե արտաքին վտանգ լինի մեր մոլորակին, այդ դեպքում հակամիաձուլվենք, մնացած դեպքերում իմաստ չունի։ Ես էլ այդ տեսակետից գտնում եմ, որ մենք պետք է մեր ազգային պետությունը կառուցենք, ազգային պետությունը պետք է լինի ուժեղ ասելով ես նկատի ունեմ պետություն, որը ոչ թե ուրիշներից է մի բան վերցնում, այլ որ ընդհակառակը թույլերին կարողանում է օգնել։ Ուժի հպարտությունը մի բան տալն է, ոչ թե մի բան վերցնելը։ Երկրի ներսում այս համակարգը, երբ որ ամբողջ ժողովուրդը բանակ ովքեր են գնում, ով է զոհվում, մեծ մասամբ աղքատ մարդկանց երեխաները, ով է վայելում, այն մարդիկ, որոնք որ այդ միլիոնատերները, իրանց թվում է, որ իրանք շատ խելոք են, որ իրանք այդտեղ են։ Ես ազատ ձեռներեցության կողմնակից եմ։ Բայց ես կողմ չեմ, որ առաջանում են հարուստ մարդիկ, որոնք ուր ուզես իրաց կապիտալը կարան տանեն ու ոչ մի պատասխանատվություն երկրի առջև չեն կրում։ Եթե մենք միասնական թիմ ենք, միասնական պայքարում ենք մեր արժեքը բարձրացնելու համար, ուրեմն ինչ որ բաշխման մեջ էլ պիտի լինի հավասարությունը անհնարին բան է եւ պետք էլ չի, բայց ինչ որ արդարություն պետք է լինի։ Դա համար ես կողմնակից եմ, օրինակ ես ժողովրդավարությանը կողմնակից եմ, ես կողմնակից եմ ազատ ձեռներեցությանը, բայց ես գտնում եմ, որ նրանց մեջ մենք պետք է էլեմենտներ մտցնենք առանց հաշվի առնելու, թե արևմուտքը ինչ կմտածի։ Ինչքան մենք մտածում ենք արևմուտքը ինչ կմտածի, այնքան փչացնում ենք մեր երկիրը, իսկ ինքը մեկը մեր մասին վատ է մտածում, որտեղ ինքը մեզ համարում է նացիոնալիստ։ Ես կուզենայի մենք ունենայինք, ես գտնում եմ, որ Արցախը ոչ մի դեպքում պետք չի հրաժարվել Արցախից, մենք պետք է այնպես անենք եւ վեապարը հիմա որ այդ Շվեյցարիայում եկեղեցիների ժողովը հարցը բարձրացնի, որտեւ արևմուտքի հասարակությունը, արևմուտքի քաղաքական գործիչները կարող է լինեն տգետ, կարող է լինեն իրանց անձնական շահը կամ պետական շահը իրանց հասկացած ձևով առաջ տանող, բայց արևմուտքի ժողովուրդները դաստիարակված են արդարության գաղափարի վրա եւ այդ գաղափարի վրա պետք է խաղալ։ Այդ գաղափարը պետք է օգտագործել բոլոր միջոցները վերաբնակեցնելու, որոշակի ինքնակառավարում ունենան եւ պաշտպանվեն ուրիշ։ Շատ դժվար խնդիր է, բայց այդ խնդիրը պետք է անպայման լուծել։ Հայաստանը Ադրբեջանի հետ, հա, ես կողմ եմ, որ մենք խաղաղություն անենք, չպատերազմենք իրար հետ, բայց սահմանները, եթե մենք վերտենք 88 թիվը, մինչև այս ամեն ինչը սկսվեց, անկլավներ պիտի չլինեն։ Անկլավ դա նշանակում է ոչ թե նոր պատերազմի հնարավորություն, այլ ոչ որ դրտես պատերազմին։ Պատկերացրեք այն անկլավներ են, որ Հայաստանում 7 հատ կարծեմ ունեն իրանք, մենք էլ մի հատ Արցախաշեն ունենք։ Մեզ նա պետք չի, իրանց էլ պիտի սա պետք չգա։ Իրանք եթե մտնում են այդտեղ, իրանք էլ արագ բազմանում են, իրանք միշտ հնարավորություն ունեն ասել, որ մեր բնակչությանը ձեռ են տվել, գնում ենք մեր բնակչությանը պաշտպանելու, անպայման պիտի դրանից հրաժարվել, բնականը։ Եվ ստեղծել կարգին մի հատ պետություն, որ մարդ-մարդավայել կարողանա ապրել այդ պետությունում ու հպարտանա։ Եվ հիմա մենք որ ասում ենք մրցակցություն ազգերի մեջ, մի ժամանակ մրցում էին իրար հետ պետությունները միայն։ Հիմա աշխարհում շատ հետաքրքիր մրցակցություն է սկսվել ուրիշ ձևի։ Որոշ երկրներ օգտագործում են իրանց սփյուռքին։ Օրինակ Հունգարիան իր սփյուռքից բաներ ունի պարլամենտում, անդամներ ունի, Իտալիան օգտագործում է, Իռլանդիա, բոլորը իրանց սփյուռքը օգտագործում են, այսինքն մրցակցությունը արդեն ոչ թե միայն պետությունների մեջ է, այլ ցանցով աշխարհով մեկ սփռված ժողովուրդների մեջ է, ով լավ կազմակերպի նա բանը մրցակցային առավելություն է ստանում։ Կամ մրցակցություն տրանսնացիոնալ ընկերություններ կան, որոնց բյուջեն ավելի մեծ է, քան մի քանի երկրի բյուջե միասին։ Նրանք էլ իրանց կողմից են։ Իմ համար դա շատ չար մրցակցություն է իրանցը, որտեղ եթե քաղաքական գործիչներին ժողովուրդը ընտրում է եւ գիտի ումից պատասխան ստանա, իսկ այդ մեծ ընկերություններից նույնիսկ հայտնի չի թե ով է ղեկավարում այդ ընկերությունը։ Օրինակ BlackRock-ով է ղեկավարում, գիտեք։ Լսեք BlackRock։ Հա, բայց ով է ղեկավարը։ Հա, մի հատ կհիշեք կամ չեք հիշի։ Այսինքն ինչ որ մի հատ անծանոթ մարդ, որին որ ոչ մեկը չի ընտրել, ուղղակի իր բաներն է ընտրել, այնքան ուժ ունի, ինչքան ուժ 10-15 հատ Հայաստանը ունի։ Բայց տրանսնացիոնալ կամպանիաներն են, որ խորանում է, բացվում է, ինչ որ երկրի են էլ ծառայում։ Երկրի շահերի են ծառայում։ Ես չեմ կարծում, որ նրանք, որոնք տրանսնացիոնալ են, իրանց համար ազգային արժեքը շատ մեծ նշանակություն ունի։ Օրինակ, տարեկան ձեր կարծիքով, որ ասում են կոռուպցիա, փող են լվանում, բանման, տարեկան ինչքան փող է լվացվում աշխարհում։ 1 տրիլիոն 600 միլիարդ դոլար
լվացվում է, որից 40%-ը լվացվում է City-ում։ City-ն գիտեք որն է։ Լոնդոնի ներսում մի հատ հատված կա, որտեղ նույնիսկ թագավորը առանց թույլտվության իրավունք չունի մտնելու։ Իրանց Wall Street-ի այդ տեսակն է, որտեղ առաջի բանկն է եղել Անգլիայի բան։ 40%-ը լվացվում է այդտեղ։ Իսկ City-ի 40%-ից ավելինը Rothschild-ինն է։ Բայց ես չեմ կարծում, որ Rothschild-ը իր փողերը ծախսում է հանուն հрьяաների։ Հա ինքը հрьяաների կողմն է, բայց իր նպատակը հрья ժողովուրդը չի։ Ինքնակրակ ինքը մտածում ոնց հрья ժողովուրդը իրան ծառայի։ Մեծ փողերի դեպքում կորում են այդ բաները, հավատացեք ինձ։ Կարդացել եմ, չեմ իմանում։ Հարցս վերաբերվում է 90-ականներին, այն ժամանակ արդեն դուք ընդդիմադիր եք ու ինչպես եղավ, որ դուք դարձաք պաշտպանության նախարար։ Վարչապետությունից որ դուրս եկա, մենք մի անգամից դարանք ընդդիմադիր, այսօրում ընդդիմադիր կուսակցությունում, ընդդիմադիր դաշտում բավականին մեծ կշիռ ունեինք, մենք փոքրաթիվ կուսակցություն էինք, բայց համարվում էր ինտելեկտուալ կուսակցություն։ Եվ շատ մարդիկ, Տիգրան Սարգսյանը, հետո վարչապետ դառավ, Դավիթ Վարդանյանը, Շավարժ Քոչարյանը, արտաքին գործերի նախարարության, այսինքն այն մարդիկ էին, որոնք որ եւ խիզախ էին եւ բավականին կիրթ էին, մենք օրինակ փորձում էինք դաշնակցական կուսակցությանը օգտագործել։ Ասում էինք մենք այդ կամ ռեսուրս չունենք, որ շատ մեծանանք, հենա դաշնակցությունը մեծ է։ Մենք իրանց կասենք ինչ անել ու իրանք կանեն, դա շատ ընդունված մտածողություն է, որը երբեք չի իրականանում, բայց այդ մտածողությունը կա։ Մի անգամ է Վահան Հովհաննիսյանի հետ տենց բան էինք անում, բանակցում էինք դաշնակցության հետ։ Ասեց այն մարդը, ասեց չեմ հասկանում, մենք դինոզավր ենք, դուք մոծակ եք, ուզում եք ղեկավար եք այդ դինոզավրներին, Դավիթ Վարդանյանը ասեց, որ դինոզավրները սատկել են, մոծակները դեռ կան։ Այդ ընդդիմության ժամանակ մեկ է սկսվեցին պարտություններ ռազմաճակատում։ Առաջինը Շահումյանի շրջանից սկսվեց, ընդհանրապես Շահումյանի շրջանում ստեղ Բորիսը ավելի լավ ինձանից գիտի, որտեղ ինքը այն ժամանակ այնտեղ էր։ Ես իմ հիշելով այդտեղ մոտավորապես 40 տանկ մտան Ադրբեջանի ու որոնք իրար հետ համագործակցում էին ու երևում էր, որ այդ համագործակցությունը ադրբեջանցիների խելքի բանը չի։ Այդ ժամանակ ուրեմն Ադրբեջանը ստանում է 4-րդ ռուսական 4-րդ բանակի ամբողջ սպառազինությունը, որտեղ կային 350 տանկ եւ այդքան էլ BMP եւ ասի մոտավորապես 700 միավոր տեխնիկա։ Մենք ընդհանրեն ունենք 10 տանկ եւ 20 բանի Ուզում ասեմ, мен Ստեփանակերտի տարածքից վերցրած ձենքն է։ Այդ ուժերի անհավասարության պայմանները նրանք գրավում են շատ կարճ ժամանակում եւ Շահումյանը եւ Մատակերտի շրջանի մեծ մասը։ Եվ մենք կանգնում ենք արդեն Ղարաբաղի կործանման եզրին։ Այդ ժամանակ դուք շարունակեք։ Ուրեմն հասկացաք, դա արդեն Ղարաբաղում ներկա մարդն է ասում։ Կողքից ես չեմ ասում։ Ու այդ ժամանակ Հայաստանում մենք այդ ժամանակ պարլամենտի անդամ էինք, մեր կուսակցությունից 10 հոգի ֆրակցիա ունեինք, 10 հոկանոց ֆրակցիա, բայց ուրիշ կուսակցություններ էլ կային։ Դաշնակցական կուսակցությունը, Ռամկավարների կուսակցությունը, Պարյուրի կուսակցությունը կար, եւ այլն եւ այլն։ Եվ պարլամենտում սկսվեցին բուռն քննարկումներ։ Փակ քննարկումներ։ Մենք ասում ենք, որ դուք դավաճան ինչ սխալ եք անում, չենք ասում դավաճանել բառ այդքան ընդունված չէր այն ժամանակ օգտագործել, այլ ուղղակի ձեր սխալի պատճառով մենք հիմա հող ենք կորցնում եւ այլն, ու սկսեցին հանրահավաքներ։ Ինչքան էլ հիմա կարող է տարօրինակ թվա, բայց պատերազմ է։ Մենք այնտեղ պարտություններ ենք կրում, զուգահեռ հանրահավաքներ են սկսում։ Հետո դա հանդարտվեց, սկսվեց Վաղուասի մոտի բաները, հարցակումներ, այդ ժամանակ ես ինքս ջոկատով գտնվում էի Ղարաբաղում։ Մերոնք փախնում էին, Վազգենը հայտարարեց, որ հապարտների բան պիտի ստեղծենք 3 կանոց խումբ, հապարտների մասին դեռ ես կխոսեմ, այսինքն տենց ծանր վիճակ էր, մենք 9 կուսակցությունով հավաքվել ենք եւ նախագիծ առաջարկվեց, որ գնանք Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկենք, որ ստեղծվի պաշտպանության կոմիտե
որը կառավարի, որտեղ իրանք չեն կարողանում, որ մեջից ընդդիմությունից է լինի, բոլորս միավորվենք իրար հետ, որպեսզի բան անենք։ Մենք խմբով տենց մի պատվիրակություն է, մի 3-4 հոգով էինք, գնացինք Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց, ես մերժում եմ այդ բաները, բայց Վազգեն Մանուկյանը կուզենայի, որ լիներ պետնախարար, ոչ թե պաշտպանության նախարար, այլ պետնախարար, պաշտպանության։ Ես ասի, ես հիմա չեմ կարող պատասխանեմ, մենք գնացինք, հետո հավաքվեցինք խմբով էլի 9-ով։ Ասի, ես հակված եմ ընդունել այդ բանը, առաջարկությունը, որովհետև ճիշտ է, մեծ պարտված վիճակում դու քո վրա պատասխանատվություն ես վերցնում, բայց եթե մենք պարտվենք, մենք բոլորս ենք պարտված, որովհետև ամբողջ Ղարաբաղյան շարժումն է պարտված, ամբողջ 60-ական թվականներից մեր կյանքը վրտվել եմ դրան պարտվածը։ Ասեցի, եթե մեկը դեմ է, արտահայտվի, ոչ մեկը չասեցին։ Հետո ասում են Վազգեն Մանուկյանը գնաց նախարար, բայց այդտեղից ոչ մի կուսակցություն դեմ չխոսած, ես գնացի բանի նախարար այդ պետնախարարը գիտեք ինչ էր նշանակում, բացի նախարարներից կային պետնախարարներ, որոնք մի քանի նախարարություն էին վերահսկում։ Փաստորեն ես պաշտպանության նախարարն էի վերահսկում, սեյսմիկ չեմ իմանում ինչ էր կոչվում եւ միևնույն ժամանակ գաղտնի հրամանով նշանակված էի ռազմաարդյունաբերական համալիրի նախագահ, դա ինչա նշանակում կբացատրեմ, բայց դա շատ կարեւոր բան է։ Վազգեն Սարգսյանը մնացել էր պաշտպանության նախարար։ Հետո Լաչինում սկսվեցին դժվարություններ։ Բանակը դեռ ստեղծված չէր, ջոկատներով էին աշխատում եւ Լաչինում ջոկատները չէին ուզում էլ գնային։ Ժողով եղավ, Վազգեն Սարգսյանը կանչեց բոլոր այդ ջոկատներին, մյուս օրը մարդ չգնաց։ Հետո երկուսով արեցինք, էլի մարդ չգնաց։ Ես Վազգենին ասեցի, արդեն քեզ չեն լսում, պիտի հրաժարական տաս դուրս գաս։ Ասեց, բա ով լինի պաշտպանության նախարար, ասի Տեր Գրիգորյանցը թող լինի։ Հետո ինքը եկավ ասում Լևոնի հետ խորհրդակցեցին, գտնում ենք, որ դու լինես ճիշտ է, Տեր Գրիգորյանցը շատ զինվորական է, էլի, այստեղ պետք է տեղանքի բանը։ Ես համաձայնվեցի, համ պետնախարար մնացի, համ պաշտպանության նախարար, այսինքն պաշտպանության նախարարը դառնելը տենց է։ Իսկ ռազմաարդյունաբերական համալիրը Օրինակ, նայեք, դուք գիտեք, չէ՞, ռազմաարդյունաբերական համալիր ինչ է նշանակում։ Խորհրդային միությունը ուներ ռազմաարդյունաբերական համալիր, որի մեջ մտնում էին 6 նախարարություններ, որոնք պատրաստում էին հրթիռներ, թնդանոթ, փամփուշտ, բան, այսինքն ամբողջ զենքը, բանը պատրաստում էին, դրանք դա հատուկ համալիր էր։ Մենք որ եկանք իշխանության, վարչապետ ժամանակ ես առաջի գաղտնի հրամանները որ գրեցի, ստեղծել ռազմաարդյունաբերական հանձնաժողով։ Որտեղ այդ ժամանակ մենք արդեն տարբեր գործարաններում պատրաստում էինք, տարբեր ավտոմատ էինք սարքում, տենց տարբեր բաներ էինք սարքում, գրանատամյոտ բան, տենց մի քանի բան սարքում էինք։ Երբ որ ես հետ վերադարձա իշխանություն որպես պաշտպանության նախարար, այդտեղ արդեն փամփուշտի արտադրություն կար եւ այլն, դա այն վրա դրվեց ու ես Լևոնին էլ ասացի, որ հաշվի առնելով հանգամանքները ես համաձայն եմ, բայց ընդհանրապես ասած ճիշտ չի։ Ռազմաարդյունաբերական համալիրը եւ պաշտպանության նախարարը իրար հետ վիճող կազմակերպություններ են, որտեղ պաշտպանության նախարարը բան պիտի տա, պատվեր տա, սա պիտի պատվերը կատարի, եթե նույն տեղում լինեն, համ կոռուպցիան է շատ, որտեղ դու ինձանից պիտի վերցնես բանը, ձև կանես, որ դու լավն է, ես էլ ձև կանեմ, որ բանա, փողը իրար հետ կկիսենք բան, հազար ձևի բան կա։ Դա համար իրար դեմ պիտի պայքարող լինեին։ Իմ ժամանակ մի քիչ ծանր բան եղավ, փաստորեն ես մի հատ սենյակ ունեի կառավարության հետ, վարչապետի կողքի սենյակը, մի հատ պաշտպանության նախարարն էլ իր սենյակը, գնում էի որպես պաշտպանության նախարար, գրում էի համալիրին, որ sense բանա պետք անել, հետո գալիս է ես սենյակը, գրում էի դուրս գրել ես կամ փող, որպեսզի Չեխոսլովակիայից առնել կապսուլների գործարան կամ չեմ իմանում։ Բայց հիմա Հայաստանի հիմա ես ինչքան հասկանում եմ, ես հիմա չեմ մտնում այդ գաղտնիքների մեջ, որտեղ դրանք բոլորը գաղտնի բաներ են, փաստաթղթեր են։ Բայց իմ տպավորությունն է, որ ռազմաարդյունաբերական համալիրը հենց պաշտպանության նախարարության ներսում է գտնվում։ Եթե դա տենց է, դա կոպիտ սխալ է։ Չի կարա այդ երկու միավորը նույն տեղում լինեն։ Օրինակ, Ադրբեջանը ունի Министерство обороны։ Հենց էլ կոչվում է հատուկ նախարարություն, չէ, оборонной промышленности։ Հասկան գործարան, որը ավիացիա, հրթիռներ եւ այլն 23 թվին։ Ինքը հանձնել է այդ համալիրը, հանձնել է պաշտպանության նախարարությանը 160 անվանման զենքեր։
Այսինքն հսկայական գիտահետազոտական ինստիտուտներ կան, որ աշխատում են այդ ուղղությամբ։ Այսինքն հսկայական մի հատ համալիր է կառուցված Ադրբեջանում, որ այդ ուղղությամբ աշխատում է։ Ըստ որում իրանք համագործակցում են Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, ինչքան գիտեմ Պակիստանի հետ, իրանք համագործակցում են, որտեղ ռազմարտունաբերական համալիր, որ քո երկրում մենակ կառուցում ես, ասենք մենք սարքեցինք ավտոմատների գործարան, չէ՞։ Լավ, 1 միլիոն հատ ավտոմատ սարքեցիր, հետո ինչ ես անելու։ Պիտի միտեղ լինի, որ ծախես, չէ՞ այդ ավտոմատները։ Դամեր մի քանի երկիր միանում են, մեկը սարքում է էլեկտրոնիկան, մյուսը սարքում է չեմ իմանում ինչը։ Իրար հետ կոոպերացիայի մեջ են մտնում։ Միայն մի երկիր առանձին վերցրած Ամերիկա պիտի լինես, որ հսկայական տենց նույնիսկ եվրոպական պետությունները էլի միասին են, Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան միասին են պատրաստում այդ զենքերը։ Հարությունյան Ձյաննա, հայկական համալսարանի շրջանավարտ։ Նախ շատ շնորհակալություն է ժամանակի համար, որ հատկացրել եք մեզ այսօր։ Մենք շատ խոսեցինք անցյալից, շատ հարցեր տվեցինք անցյալից, իմ հարցը ավելի շատ ապագայի մասին է։ Ըստ ձեզ ինչպիսի երկիր պետք է ձգտեն կառուցել, որպեսզի այն կենսունակ լինի եւ ինչպիսին պետք է լինի ազգային իշխանությունը, հաշվի առնելով նաեւ անցյալի քաղաց դասերը։ Գիտեք, այն երիտասարդները, որոնք հիմա ղեկավարում են, երիտասարդ պայմանական ասեմ, որովհետեւ երիտասարդ ասելով տարբեր մարդիկ տարբեր բան են հասկանում, ճիշտ ասած։ Ես հասկանում եմ մինչև 50 տարեկան երիտասարդ ասենք։ Հիմա մարդ կա, որ 20 տարեկանին է երիտասարդ անում։ Շատ հետամնաց են։ Իրանք ժամանակի մեջ հետ են ընկել։ Ասեմ ինչի համար։ Սառը պատերազմը, որ ավարտվեց, մի հատ նոր ժամանակաշրջան սկսվեց, որը կարելի էր անվանել ոսկե դար։ Թվում էր, որ ազգային տարբերությունները կամաց նվազելու են, ստեղծվում է համաշխարհային մի հատ հանրություն, մարդու իրավունքները, կենդանիների պաշտպանությունը, էկոլոգիան, ազնվությունը, իրար հետ պատերազմներ պիտի չլինեն։ Այդպիսի մի հատ բաներ, պատրանք էր ստեղծվել եւ երիտասարդներին, սորոսները, մյուսները տենց սովորացնում են, եկեղեցին հետամնաց բանա, ազգային հետամնաց, պետությունը ինչ կարեւոր է, կարեւորը մարդիկ բոլորը հավասար են իրար բան լինեն։ Ու այդ կուրսերը, ու կարճատև կուրսեր էին անցկացվում, որտեղ այդ մտքերը շատ խորը չեն, 3 ամսում կարաս մարդուն բան անես։ Բոլոր այդ 3 ամսանոց կուրսերը անցել են, ու իրանց թվում է, որ եթե մենք եկեղեցի ենք ասում կամ ազգային ենք ասում, մենք հետամնաց ենք։ Չէ, իրանք են հետամնաց։ Դուք հիմա տեսնեք աշխարհում ինչ է կատարվում։ Հենց այս Ուկրաինայի Ռուսաստանի պատերազմը, Տրամպը բանը, այսինքն ընդհակառակ աշխարհը վերադառնում է իր բնականon վիճակի։ Ես իմ ուսանող ժամանակել ես հիշում եմ մենք վիճում էինք, որտեղ տեսություն կար, որ ուշ թե շուտ լինելու է համաշխարհային բան, այդ կառավարություն, բոլոր ազգերը կամաց իրար հետ ձուլվելու են, երևի մի լեզու կմնա ու մարդկությունը երջանի կապրի, այսինքն դա նոր բան չի, դա էտոպիան միշտ մարդկանց մոտ եղել է։ Ես միշտ կողմնակից եմ եղել, որտեղ այդ տարիքներին ես կարդացել եմ Կանտին ու ես միշտ կողմնակից եմ եղել իր սկզբունքին։ Չեմ դու կարդացել եք թե չէ, Կանտը ունի ազգերի մասին, մի հատ փոքր հոդված է։ Ինքը նկարագրում է ինչ է նշանակում ֆրանսիացի։ Ինչով է ֆրանսիացին տարբերվում գերմանացուց։ Գերմանացին ու իտալացի մեջ ինչ տարբերություն կա։ Լեհերի մասին գրում առհամարական, ասում է դարձեն այն ժողովուրդն է, որ լրիվ իրան կորցրել է, ժողովուրդ արդեն չկա։ Հայերի մասին գրում է դա զարմանալի մի ժողովուրդ է, որը Եվրոպայի մի ծայրից մինչև արևելքի մյուս ծայրը զբաղված է առևտրով, ձեռներեցությամբ եւ բոլոր ժողովուրդների բանն է վայելում, ուղղակի տեղս քիչ է, չեմ ուզում հիմա հայերի մասին այդտեղ գրեմ։ Այդ հոդվածի ընդհանուր եզրակացությունը նա էր, որ այդ բոլոր ազգերի տարբերությունները իշահեն մեր ամբողջ աշխարհի մարդկությանը, որտեղ նրանք գտնվում են մրցակցության մեջ, ամեն մեկը ունի իր առավելությունը։ Օրինակ, ղարաբաղցիները լավ կռվող են, չէ՞։ Ասում լավ էլ բիզնեսմեն են։ Գյումրեցիները լավ արվեստով են զբաղվում։ Այսինքն մենք Հայաստանում ունենք այդ բազմազանությունը եւ պետք չի որ բոլոր իրար նման լինեն։ Դրա համար ինք ասում էր այդ ազգերի խառնվելուց դա միայն կատաստրոֆա է աշխարհի համար։ Պետք է մնան այդ ազգերը իրար հետ մրցակցեն ու այդ մրցակցությունը զարգացնում է աշխարհը։ Դա իմիջիալոց այդ հարցը մենակ մեզ չի հուզում։ Ռեյգանը, որ նախագահ էր Միացյալ Նահանգների, ինքը զարմանալի ձևով շատ էր հետաքրքրվում այլ մոլորակայիններով, բանով։
իրանց արխիվներն էր կարդում բան եւ մի քիչ ինքը մի հատ իր ելույթի մեջ բան ուներ, արտահայտություն ուներ։ Ասում էր, չէ, մարդկությունը պիտի առանձնացված գնա, մենք կմիավորվենք իրար հետ մենակ այն դեպքում, եւ թե արտաքին վտանգ լինի մեր մոլորակին։ Այդ դեպքում հակամիաձուլվենք, մնացած դեպքերում իմաստ չունի։ Ես էլ այդ տեսակետից գտնում եմ, որ մենք պետք է մեր ազգային պետությունը կառուցենք։ Ազգային պետությունը պետք է լինի ուժեղ ասելով ես նկատի ունեմ պետություն, որը ոչ թե ուրիշներից է մի բան վերցնում, այլ որ ընդհակառակը թույլերին կարողանում օգնել։ Ուժի հպարտությունը մի բան տալն է, ոչ թե մի բան վերցնելը։ Երկրի ներսում այս համակարգը, երբ որ ամբողջ ժողովուրդը բանակովքեր են գնում, ով է զոհվում, մեծ մասամբ աղքատ մարդկանց երեխաները, ով է վայելում, այն մարդիկ, որոնք որ այդ միլիոնատերները, իրանց թվում է, որ իրանք շատ խելոք են, որ իրանք այդտեղ են։ Ես ազատ ձեռներեցության կողմնակից եմ։ Բայց ես կողմ չեմ, որ առաջանում են հարուստ մարդիկ, որոնք ուզես իրաց կապիտալը կարան տանեն ու ոչ մի պատասխանատվություն երկրի առջև չեն կրում։ Եթե մենք միասնական թիմ ենք, միասնական պայքարում ենք մեր արժեքը բարձրացնելու համար, ուրեմն ինչ որ բաշխման մեջ էլ պիտի լինի հավասարությունը անհնարին բան է եւ պետք էլ չի, բայց ինչ որ արդարություն պետք է լինի։ Դամար ես կողմնակից եմ, օրինակ ես ժողովրդավարությանը կողմնակից եմ, ես կողմնակից եմ ազատ ձեռներեցությանը, բայց ես գտնում եմ, որ նրանց մեջ մենք պետք է էլեմենտներ մտցնենք առանց հաշվի առնելու, թե արևմուտքը ինչ կմտածի։ Ինչքան մենք մտածում ենք արևմուտքը ինչ կմտածի, այնքան փչացնում ենք մեր երկիրը, իսկ ինքը մեկը մեր մասին վատ է մտածում, որտեղ ինքը մեզ համարում է նացիոնալիստ։ Ես կուզենայի մենք ունենայինք, ես գտնում եմ, որ Արցախը ոչ մի դեպքում պետք չի հրաժարվել Արցախից, մենք պետք է այնպես անենք եւ վեապարը հիմա որ այդ Շվեյցարիայում եկեղեցիների ժողով դա հարցը բարձրացնի, որտեւ արևմուտքի հասարակությունը, արևմուտքի քաղաքական գործիչները կարող է լինեն տգետ, կարող է լինեն իրանց անձնական շահը կամ պետական շահը իրանց հասկացած ձևով առաջ տանող, բայց արևմուտքի ժողովուրդները դաստիարակված են արդարության գաղափարի վրա եւ այդ գաղափարի վրա պետք է խաղալ։ Այդ գաղափարը պետք է օգտագործել բոլոր միջոցները վերաբնակեցնելու, որոշակի ինքնակառավարում ունենան եւ պաշտպանվեն ուրիշ։ Շատ դժվար խնդիր է, բայց այդ խնդիրը պետք է անպայման լուծել։ Հայաստանը Ադրբեջանի հետ, հա, ես կողմ եմ, որ մենք խաղաղություն անենք, չպատերազմենք իրար հետ, բայց սահմանները, եթե մենք վերտենք 88 թիվը, մինչև այս ամեն ինչը սկսվեց, անկլավներ պիտի չլինեն։ Անկլավ դա նշանակում է ոչ թե նոր պատերազմի հնարավորություն, այլ ոչ որ դրտես պատերազմին։ Պատկերացրեք այն անկլավներ են, որ Հայաստանում 7 հատ կարծեմ ունեն իրանք, մենք էլ մի հատ Արցախեն ունենք։ Մեզ նա պետք չի, իրանք էլ պիտի սա պետք չգա։ Իրանք եթե մտնում են այդտեղ, իրանք էլ արագ բազմանում են, իրանք միշտ հնարավորություն ունեն ասել, որ մեր բնակչությանը ձեռ են տվել, գնում ենք մեր բնակչությանը պաշտպանելու, անպայման պիտի դրանից հրաժարվել, բնականը։ Եվ ստեղծել կարգին մի հատ պետություն, որ մարդ-մարդավայել կարողանա ապրել այդ պետությունում ու հպարտանա։ Եւ հիմա մենք որ ասում ենք մրցակցություն ազգերի մեջ, մի ժամանակ մրցում էին իրար հետ պետությունները միայն։ Հիմա աշխարհում շատ հետաքրքիր մրցակցություն է սկսվել ուրիշ ձևի։ Որոշ երկրներ օգտագործում են իրանց սփյուռքին։ Օրինակ Հունգարիան իր սփյուռքից բաներ ունի պարլամենտում, անդամներ ունի, Իտալիան օգտագործում է, Իռլանդիան, բոլորը իրենց սփյուռքը օգտագործում են, այսինքն մրցակցությունը արդեն ոչ թե միայն պետությունների մեջ է, այլ ցանցով աշխարհով մեկ սփռված ժողովուրդների մեջ է, ով լավ կազմակերպի նա բանը մրցակցային առավելություն է ստանում։ Կամ մրցակցություն տրանսնացիոնալ ընկերություններ կան, որոնց բյուջեն ավելի մեծ է, քան մի քանի երկրի բյուջե միասին։ Նրանք էլ իրենց կողմից են։ Իմ համար դա շատ չար մրցակցություն է իրանցը, որտեղ եթե քաղաքական գործիչներին ժողովուրդը ընտրում է եւ գիտի ումից պատասխան ստանա, իսկ այդ մեծ ընկերություններից նույնիսկ հայտնի չի թե ով է ղեկավարում այդ ընկերությունը։ Օրինակ BlackRock-ով է ղեկավարում, գիտեք։ Լսել եք BlackRock։ Հա, բայց ով է ղեկավարը։ Հա, մի հատ կհիշեք կամ չեք հիշի։ Այսինքն ինչ որ մի հատ անծանոթ մարդ, որին որ ոչ մեկը չի ընտրել, ուղղակի իր բաներն է ընտրել, այնքան ուժ ունի, ինչքան ուժ 10-15 հատ Հայաստանը ուներ։ Բայց տրանսնացիոնալ կամպանիան ունենել են, որ խորանում է, բարձվում է, որ երկրի են ծառայում։ Երկրի շահերի են ծառայում։ Ես չեմ կարծում, որ նրանք, որոնք տրանսնացիոնալ են, իրանց համար ազգային արժեքը շատ մեծ նշանակություն ունի։ Օրինակ,
Տարեկան ձեր կարծիքով որ ասում են կոռուպցիա, փող են լվանում, բանման, տարեկան ինչքան փող է լվացվում աշխարհում։ 1 տրիլիոն 600 միլիարդ դոլար լվացվում է, որից 40%-ը լվացվում է Սիթիում։ Սիթին գիտեք որն է։ Լոնդոնի ներսում մի հատ հատված կա, որտեղ նույնիսկ թագավորը առանց ցույցտվության իրավունք չունի մտնելու։ Իրանց Wall Street-ի այդ տեսակն է, որտեղ առաջի բանկն է եղել Անգլիայի բան։ 40%-ը լվացվում է այդտեղ։ Իսկ City 40%-ից ավելինն է Rothschild-ինն է։ Բայց ես չեմ կարծում, որ Rothschild-ը իր փողերը ծախսում է հանուն հрьяաների։ Հա ինքը հрьяաների կողմն է, բայց իր նպատակը հрья ժողովուրդը չի։ Ընդհակառակ ինքը մտածում է ոնց հрья ժողովուրդը իրան ծառայի։ Մեծ փողերի դեպքում կորում են այդ բաները, հավատացեք ինձ։ Կարդացել եմ, չեմ իմանում։